Բերթավանի պատկերն է, նայեք, ցինիզմ, լկտի ցինիզմ լակոտներ, ցինիզմ։ Ծնողներին ես հրավիրում եմ ժողովի եւ դասակներին։ Խնդրեմ, սիգարետը ձեռը, նայեք։ Ձեռներս դողում է։ Երկու անգամ ապտակ երեսիս։ Երեխայիս ներկայությամբ երկու անգամ անչափահաս լակոտը խփեց երեսիս։ Դեռ ոչ մի բան չեմ հրապարակել, հենց հիմա գտնում եմ ոստիկանությունում, բայց ունեմ կադրեր։ Ես հուսամ, որ նոյեմբերանի պետական մարմինները լուրջ քայլեր կձեռնարկեն, դեռահաս անչափահասա չեմ մանում, իր պատիժը ճիշտ կրելու համար, որ այսուհետ եւ ցինիզմը վերանա տեղի, եւ ծնողները հասկանան, եւ անչափահասները հասկանան, որ իրանց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում ինչպես պետք է պահեն։ Եվ ինչա նշանակում մանկահասակ երեխայի մոտ Լևոնը ամեն ինչին վկա հիմա ոստիկանությունում է երեխայից։ Ու գիտեք, որ Լևոնը խնդիրներ ունի։ Լևոնը մեծ հոգեկան տրավմա ստացավ։ Հիմա ասել են, որ աշխատողը Լևոնի տանի հյուրատուն, ես տեղից տեղ չեմ գնալու։ Ոդկաս քայլ չեմ գցելու, մինչև լակոտի բերման չի ենթարկեն, եւ ինձ ասեն ինչ պատիժ նա կրելու։ Ձերքի խնդիրով եկել է ու ասում է, որ խնդիրը, հա, ձերքը էստեղ է վնասել, հա։ Ձերքի խնդիր ունեցել է, եկել է, ասում է, ձերքը իմ մոտ է վնասել, վա ինչ ամոթ է, դուք զինվոր կներկայանաք, ի՞նչն եք, ներկայացեք։ Ներկայացեք մի հատ խնդրում եմ։ Դուք ի՞նչն եք։ Զինվոր, դուք ի՞նչն եք։ Հələ նայեք, խնդիրով, ձերքի խնդիրով եկել, ուզում են բանանեն, մտում իմ մոտ է խնդիրը ստացել ձերքի։ Ինձ ապտակելուց կարող է ձերքի խնդիր ստացած լինի։ Ուրեմն ձերքը վնասվել է, գնացել իրան վնասել է, եկել է շախաժանը, մարի այստեղ։ Փախնումա չի նկարվում։ Քո ձերքն է վնասել ես, ուժեղ ապտակից, նայի, վրա թեքվի նայի։ Թեքվի նայի։ Եվ քանի որ ես հրապարակում եմ նյութերը, ես պարտավոր եմ բոլորի տեղեկացնել ինչից ինչպես սկսվեց։ Ուրեմն, իմ սիրելի հետևորդներ եւ հանրություն, սա ցինիզմն է անչափահասների։ Բազմիցս անգամ ես զգուշացրել եմ, որ վերջտեղի ցինիզմի։ Ամեն անգամ Լևոնին դպրոց տանելուց ռեպլիկ, ցինիկ, վիճակ։ Եվ այսօր զգուշացում արեցի, որ մի արեք այդպեսի բաներ, թե չկնկարեմ գցեմ սայթից։ Այդ խոսքից բոլորը ցրվեցին, այդ մեկ անձնավորությունը, այս մեկ անչափահասը ցույց եմ տվել։ Իրանց հետ անկարգ պահելով, Լևոնին բրթելով, խփելով, այդ իմ վրա նյարդվեց նկվեց, մոտեցա ու ես իրան կարգի հրավիրել տվեցի, որ կարգի հրավիրի եւ երկու անգամ ստացա ուժը հարված ձախ կողմում։ Փոքր հիմա այս լավ եմ զգում, բայց երեսս այդուցված է, դրա համար չեմ ցուցադրում շել հետևորդներին։ Նաեւ կուզեմ նշել, որ տվյալ անչափահասը ինձ հաթաթա էր տալիս, թե եթե ես ինչ-որ բան հրապարակեմ, ապա կգա հյուրատուն եւ ինձ իմ երեխային Լևոնին կսպանի։ Հիմա ես հրապարակում եմ այս նյութը եւ թողնում մեկնաբանությունները ձեզ։ Հուսամ պատկան մարմինները նորմալ ճիշտ իրաց աշխատանքը կանեն։ Ես չեմ ինչ համարակի հաղորդում տալու, թեև նա վնասը երև ինձ խփելուց։ Ես ընդամենը որ ինքը Լևոնին բրթեցրեց, ես իրան կարգի հրավելու համար ապտակ տվեցի, թեթև ապտակ երեսին, որից հետո ստացա երկու ուժեղ հարված իմ երեսին։ Այս է եղել ամբողջ ճշմարտությունը եւ եղելությունը։ Եվ ուզում եմ նորից ու նորից պատիժը ստանա անչափահասը, որ մյուսները զգան ու հասկանան, որ ցինիզմը վատ բան է եւ մյուս մայր զավակներ եւ մյուս քաղաքացիներ չտուժեն։